Փորձարկում ենք հետաքրքիր ըմպելիք, որը կոչվում է խելեի, ուրեմն մենք ունենք ստեղ կանաչ խաղող, պլյուս ժասմինը չգիտեմ հայերեն ոնց է թարգմանվում։ Եկեք փորձենք, տեսնենք թե ինչ է այս իրանից ներկայացնում։ Շատ եմ տեսել, որ մարդիկ խմում են, չգիտեմ ինչ է, ասենց մեջը շարիկներ կա։ Իդեպ սրա ուրիշ համնել ունենք, բայց սրանից ենք սկսում մեր փորձարկումները։ Հիմա հասկանանք ոնց ենք բացում։ Իդեպ արժեքը 1190 դրամ։ Կարող է պետքա զուտ ծակենք էսի ծողիկով, թե։ Ծողիկ հետը չկար, այո, բայց ասենց ինչ որ փակիչ կար։ Բացելու ձևը տենց է չգտանք, որոշեցինք դիմենք չոփիկի օգնությանը, հուսամ գոնե չոփիկով կստացվի։ Լավ, չոփիկով գոնե փորձեն ծողիկի տեղ բացեն։ Փորձենք։ Համը հետաքրքիր է։ Այս շարիկները հավես են պայթում վերանում։ Շարիկները ոնց որ զուտ ինչ որ բան լինեն, որը ոնց որ մեջը օդ լինի։ Միանգամից հենց մտնում է բերան մեջ, միանգամից տարակում է։ Համը խաղողին ընդհանրապես չեմ նմանացնում։ Փոքր ժամանակ ինչ որ ժելեներ եմ հիշում, որ ուտում էինք, այդ ժելեների համից է գալի, հենց սոկից։ Չգիտեմ, ժողովուրդ, որ ասեմ տենց շատ համովա չէ։ Մի անգամ արժի փորձել, բայց որ ասեմ տենց խմելու եք ու դուրները ահավոր գա, ինձ թվում է չէ։ Որպես գնահատական կարելի է 10-ից գնահատել 6, որովհետև այդքան էլ շատ լավը չի, բայց վատն է չի։ Այդ մեր օպերատորին է տանք փորձի։ Համովա։ Շարիկները։ Գին բացել բան լրիվ հաշվի առնելով 10-ից 6-ը լավ։ Մի խոսքով ճիշտ եմ գնահատել 10-ից 6։ Եթե հավեսները տա, կարաք փորձեք, բայց եթե չեք փորձը, մեծ բան չեք կորցրել։